Junior Achievements events, and maybe some with you also, with a couple of different groups. I've been here at least 2 or 3 times. Ինձ համար շատ ուրախալի է այսօր այստեղ լինել, ես պատանեկան նվաճումների մի քանի ճամբարների ներկա գտնվել եմ, միգուցե ձեզնից ոմանք էլ եղել են այդ ճամբարներում։ And I want to thank Armine, where Madam Hovhannissian go? Did she leave me? Did she abandon me? I want to thank Madam Hovhannissian for putting this all together. She is a great partner for the U.S. Embassy and USAID. Արմինեն Տիկին Հովհաննիսյանը մեզ կարծես լքեց, ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան այս ամենը կազմակերպելու համար, դեսպանության լավ գործընկերներից է նա։ What I especially like and what I think is unique about Junior Achievement is that the work you do is not paperwork. Այն ինչ ինձ դուր է գալիս պատանեկան նվաճումների աշխատանքում, այն է, որ ձեր արած գործը դա թղթային աշխատանք չէ։ What I want to hear about from you today is how you actually set up little companies. Ես այսօր ձեզնից այն ինչ ուզում եմ լսել հետևյալն է, թե դուք ինչպես եք հիմնում ընկերություններ։ And with your companies you made a little bit of money. Հետո ձեր ընկերություններով դուք մի քիչ փող եք աշխատել, չէ՞։ And then you use some of that money to form little NGOs, some kind of civil society projects, community projects for your villages and towns. Եվ հետո այդ միջոցները օգտագործում եք, որպեսզի ստեղծեք հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական հասարակության փոքրիկ միավորներ, որոնք ձեր համայնքի համար որոշ ծրագրեր իրականացնում են։ So that's what I think is really special about the Junior Achievement Youth Entrepreneurship Program that we're very proud to be part of. Եվ հենց սա է, որ ես շատ կարևորում եմ պատանեկան նվաճումների գործունեության շրջանակում այդ պատանեկան նախաձեռնությունների պահը։ Now, before I do have a couple of just sort of general remarks that I want to make, but before I do want to hear from you first. I would like to have a couple of you stand up and tell me about either part of the project, the company part or the NGO part. Ես մի երկու ընդհանուր բաներ իհարկե ուզում եմ ձեզ ներկայացնել, բայց մինչ այդ կուզենայի ձեզ լսել, կուզենայի որ 1-2 հոգի կանգնեին ու պատմեին իրենց արածի մասին, կամ ընկերություն հիմնելու մասին, կամ հասարակական կազմակերպության հատվածի հետ կապված իրենց աշխատանքը։ So which team or which person would like to tell me a little bit about your project? Որ թիմը կամ ով կուզենա ինձ մի փոքր պատմել իրենց ծրագրի մասին։ Please speak up and Hayden is okay. Խնդրեմ խոսեք եւ հայերեն։ Մխիթարյան Եկատերինա, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի։ Նախ մեր ծրագիրը կոչվում է ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթություն ավագ դպրոցներում, որը կազմակերպում է պատանեկան նվաճումները եւ ֆինանսավորվում է USAID կազմակերպության կողմից։ Առաջին քայլը, որ մենք արեցինք ընկերություն հիմնելուց, դա ժողով հրավիրելն էր եւ կառավարող մարմիններ ընտրելը, նախագահ եւ փոխնախագահներ, մարքեթինգի փոխնախագահ, արտադրության, ֆինանսների, քարտուղար, նաեւ մի խոսքով, այդ քայլից հետո, երբ արդեն դերերը հաշված էին, երկրորդ քայլը բիզնես պլան կազմելն էր։ Բիզնես պլան կազմեցինք շուկայական հետազոտության եւ հարցումների միջոցով ուսումնասիրելով թե ինչ ապրանքանիշ պետք է ստեղծենք։ Ապրանքը ստեղծելուց առաջ մենք իմացանք, որ կարևորը բիզնեսում ռիսկային գործոնն է, ռիսկի դիմելու ցանկությունը եւ նորարարությունը։ Այնուհետև հաշվարկեցինք բոլոր այն ծախսերը, որոնք հնարավոր կլինեն արտադրության գործում կատարել։ Նաև հաշվարկեցինք, թե ինչպիսի վնասներ կարող ենք մենք կրել։ Հաշվարկեցինք ապրանքանիշի, որոշեցինք, ես փաստ թողեցի, որոշեցինք մեր ընկերության անվանումը, կարգախոսը, լոգոն, թե ինչպես ենք ներկայացնելու մեր ապրանքանիշը, երբ արդեն որոշվեց, թե ինչ ենք ներկայացնելու, արդեն որոշվեց, թե ինչ քանակով է ստեղծվելու տվյալ ապրանքը, ինչ փաթեթավորում է ունենալու, ինչպիսի քանակությամբ ստեղծվելու եւ ինչ շահույթ կարող ենք ստանալ տվյալ ապրանքի վաճառքից։
Երբ արդեն ամեն ինչ պատրաստ էր, մեր ապրանքները պատրաստ էին, մենք անցանք տոնավաճառին, որը կայացավ մայրաքաղաք Երևանում։ Տոնավաճառի ընթացքում բոլոր մարզերից աշակերտներ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում էր իրենց ապրանքանիշը, վաճառեցին իրենց ապրանքները։ Ստացված գումարը մենք տրամադրեցինք կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը։ I'm going to stop you there. Այստեղ ուզում եմ մի պահ կանգնեք։ What products did you sell? Իսկ ինչ ապրանքներ են, որ ինչ վաճառեցիք։ Կոնկրետ մեր ապրանքանիշներ լուսամփոփներ, մեր փոքր նորարարություններ, որովհետև լուսամփոփները պատրաստվել էին փայտիկներից, բարակ փայտիկներից և պապիե-մաշե հիմքից։ Well, thank you very much. I wanted, so you told me the private sector part.